գտնվում սահմանազատման գործընթացը Տավուշում։ Չգիտեմ, բացում դեռ չի սկսել երկրորդ փուլը։ Որտեղ է ավարտվել։ Չգիտեք որտեղ ավարտվել։ Հիշեցեք։ Իրանց, Բերքաբեր, Հաղանից։ Նիկոլ Փաշինյանը բերքաբերցիներին խոստացել էր, որ այն հատվածը, որը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Ինչու չի վերադարձվել մինչ այս Որտեղ դեռ սահմանազատում չի սկսել։ Եթե ուրիշ հարց ունեք, խնդրեմ, այո։ Հայտնել էր, որ այս նոր սահմանազատման սահմանագծմամբ նոր տարածքներ են։ Որ ավական անդամ։ Աճարկուտի նախկին։ Բավական անդամ, ինչ գործ ունի դրա հետ։ Դե իրան կհարցրեք։ Ով էր։ Ավականու տիրույթում չի դա։ Ավականու տիրույթում նման հարց չկա, դա հանձնաժողովի տիրույթում է։ Բայց այդուհանդերձ տիրապետում են ինֆորմացիայի մատում։ Չի կարող նման ինֆորմացիայի տիրապետի ձեր կողմից դժված անձը։ Պարոն Հալմյան, դուք ծանոթացել եք խաղաղության պայմանագրի տեքստին։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասում է այնքան թափանցիկ է, որ ժողովուրդը ամբողջությամբ տեղյակ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրա մասին ընդհանուր հաշվով մենք կտոր խոսացել ենք, ընդհանուր փաստաթուղթը դեռ հրապարակված չի։ Այսինքն դեռ կան բաներ, որոնց մասին տեղյակ չէ հասարակությունը։ Ընդհանուր առմամբ տեղյակ է։ Ասում եք դուք տեղյակ չեք։ Ինչի։ Փաստաթղթի բովանդակային կետ առկետ տեղյակ չենք, բայց այդ ամեն ինչի մասին խոսացել։ Արդյոք փաստաթղթի ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս են գալու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից։ Դա սահմանազատումից հետո պետք է այդ հարցին պատասխանել։ Գործընթացը ինչու է կանգ առել։ Կանգ չի առել, հանձնաժողովները աշխատանքային քննարկման մեջ են, որ պետք է սկսեն։ Ես չգիտեմ, դա հանձնաժողովից պետք է ճշտել։ Չգիտեմ, դա պետք է հանձնաժողովից։ Տավուշի մարզպետն եք, դուք տեղյակ։ Ներողություն, ձեր եղբայրը Տավուշի մարզպետն է, ել ԿՊԱ-կան պատգամավոր եք։ Դա պատգամավորների լուծման տիրույթում չի այդ հարցը, դրա համար կա հանձնաժողով։ Հասկանալի է, դուք շահագրգռված չեք իմանալ ինչ է։ Բնականաբար շահագրգռված եմ եւ որոշակի ինֆորմացիա ունեմ, այն ինչ դուք հաջորդ նիստից հետո դրա մասին հրապարակային կխոսա հանձնաժողովի նախագահը։ Այսօր ինչ օրակարգով եք հավաքվել։ Չգիտեմ, ես օրակարգ չեմ նայել։